Տարին սկսվերա թազա, մենք չենք իմանում ոնց աշխատենք։ Եկանք սուս կայնեցինք, ասենք նիստը չխանգարենք։ Նիստը պրծելա, թող մեկնիչի մի հատ հարց ու պատասխան տամ։ Բեռնատարների վարորդներն ու բեռնափոխադրողներն այսօր հունից դուրս եկան, երբ կառավարության շենքի առջև ժամերով սպասելուց հետո իրենց ոչ մի պաշտոնյա չընդունեց։ Ներսից ասելիքը գրավոր պահանջեցին։ Մենք չենք ուզում կատաստրոֆա անենք, փողոցները փակենք, ձեզի նեղություն տանք։ Ժողովրդին նեղություն տանք։ 2 տարի դավեք տենում, գալիս եք նամակ ենք տալում, ոչ մի պատասխան չի եկել այդ նամակներից, ախպեր։ Հատկապես էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին էին ուզում հարցնել։ Այս 4 ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունը կարողացավ համոզել Ռուսաստանին, որ հայ բեռնափոխադրողները չեն կարող 180-ի փոխարեն 90 օր մնալ այդ երկրում։ Նորից հիշեցրին։ Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը Լարսը, տարվա մեծ մասը փակ է կամ ծանրաբեռնված։ Իրենք էլ օրեր են վատնում այդ ճանապարհներին։ 90 օրվա ժամկետը խախտած վարորդների մեծ մասն ասում են արդեն Ռուսաստան մտնելու արգելք ունեն։ Քիչ են գնացել Ռուսաստան, դες տեղավորել ենք։ Բայց եթե ասենք 1000-ից մե 200-ին էլի չի լրացել, թե շատերին լրացել է։ Ռուս падգամավորներից մեկն էլ վերջերս առաջարկել է այդ 90 օրը 30 դարձնել։ Դա օրենքի նախագիծ է, հիմա չգիտենք, կընդունվի, չի ընդունվի, ոնց կլինի, բայց Ռուսաստանն է, միգուցե ընդունեց։ Դժգոհում են, թե սա միակ հարցը չէ, որ իրենց աշխատանքն անհնարին է դարձնում ու դուրս թողնում շուկայից։ Ասում են, ոլորտը բարձի թողի վիճակում է։ Ըստ նրանց սնկի պես աճում են այն միջնորդ կազմակերպությունները կամ անհատները, որոնք սկսել են երրորդ երկրների վարորդների ներգրավել Ռուսաստանից Հայաստան բեռներ տեղափոխելու համար։ Հայ վարորդները պնդում են, պատճառն այն է, որ իրենք բարձր հարկեր են վճարում Հայաստանում, Ռուսաստանում եւ Վրաստանում, մինչդեռ այլ երկրներից Հայաստան մտնող բեռնափոխադրողները նվազագույն հարկային բեռ ունեն, ինչի շնորհիվ կարողանում են իջեցնել ծառայությունների գները։ Մենք Վրաստան մտնելուց մուծում ենք $400 փող։ Ռուսաստան էթալ գալուց ճանապարհի փողը ասենք այնտեղ բռնում է $600, $500, բայց նույն ռուսը, նույն վրացին մնում աստը 15000 դրամ է մուծում, 15000 դրամ։ Պետական մուծումները։ Պետական մուծում է։ Մենք էլ մնում ենք պետական մուծում ենք $400։ Վրաստանի։ Հա թե Վրաստան, թե Ռուսաստան։ Ասենք իրանք տեղավորվում են, այդ դրա հաշվին կարում են, ասենք, եթե անկանիզմ ենք, չեն կարում ենք։ Տրանզիտ փող եք։ Հա, ասենք այստեղ սայլարկեն 500 դրամ է, ասենք Ռուսաստան, ասենք 300 դրամ է։ Բարձա պետք է ռուսը ասենք բանան, ասենք, մեզնից մի $400-500, ասենք մեր բեռները վերցա բեր Հայաստան։ Մենք չենք տեղավորվում։ Մենք A-կետից B-կետը Աբրանքը տեղափոխեցինք, հա, խոսքի մի հատ X գումարով, բայց մենք դրա մեջ չենք տեղավորվի։ Այն վրացին կամ այն մյուսը, ռուսը, բելարուսը, իրանք մեզնից $500, մինչև $1000 էլ հնարավոր է էժան բերեն, որտեղ մենք այդ $1000-ը կթողենք Վրաստանում, կթողենք Ռուսաստանում։ Վարորդները պնդում են հիմնականում այդ լոգիստական ընկերություններն ու երրորդ երկրներից բեռներ բերողները մեծ ծավալի կանխիկ շրջանառություն ունեն։ Ես հարկատու եմ, չէ՞։ Ինձ հերոս էին անվանում 2 տարի առաջ կարծեմ։ Բայց իմ շահերը ով է պահելու։ Երրորդ երկրի բեռնափոխադրողին մենք դեմ չենք, բայց չափ գոյություն ունի երրորդ երկրի բեռնափոխադրող։ Բեռնափոխադրողները ստիպված մեքենաները վաճառում են։ Մեքենաները, ասենք, բիզնեսա փող են ներդրել մարդիկ, վարկեր են վերցրել։ Հարցնում են, ինչու ոլորտը չի կարգավորվում, ինչպես են օտարերկրացի վարորդներն աշխատում առանց լիարժեք հարկային վերահսկողության եւ ինչու պատկան մարմինները չեն ստուգում ժամանակավոր գործող անհատ լոգիստներին։ Եթե մեկը սկլորիկ կանխիկ գումար տա մյուսին, պեկը կկանգնի գլխներիս։ Ասում են բեռնափոխադրողները, որոնք այս հարցի պատասխանները ստանալու համար նախորդ տարի մի քանի պաշտոնյաների են հանդիպել, բայց Երրորդ հանդիպումից ոնց որ ասած սենց կներեք ցրեցին։ Երբ որ խնդիրը բարձրացնում ես, ոչ մեկ չգիտի ում տիրույթի տակ է։ Ոչ մեկ չգիտի։ Տրանսպորտի նախարարության տիրույթի տակ չի, որովհետև ինքը ավելի շատ շարժի հետ է կապված։ Ստեղ գալիս է ֆինանսների նախարարությունը, սենց նայում է մեզ, էկոնոմիկայի նախարարությունը նույնպես։ Չգիտեն ում տիրույթի տակ է, ով պետք է օգնի։ Ու 2 տարի նույն հարցը բարձրացնում ենք, ոչ մեկ չգիտի, մի բառ են ասում։ Շուկա է, հասկացեք շուկա է, բայց շուկան չունի իր օրենքները։ Բեռնափոխադրողները նաև վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին են նամակ գրել։ Այսօր նույն նամակը նորից հանձնեցին։ Մանցակետերումը լքել եք, հաշվեք։ Օրվա մեջ 100 հատ բեռնատար անց խոսքի մտնում Հայաստան, հա, 99 այլ երկրի մեքենաներ են։ Նա տեսեք, այդ մարդիկ եկան, գնացին այնտեղ դադարվեցին։ Այդ փողը քաշ կանխիկ փողը առան ու իրանց երկիր։ Դե փողը անտեսեք ուրա։
Վերջում, երբ արդեն թևաթափ ու բարգացած տուն գնալիս են եղել, ճանապարհին պատահական էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին են հանդիպել։ Նա երկար ժամանակ չի ունեցել վարորդներին լսելու, մեկի բջջայինի համարն է վերցրել ու խոստացել կզանգի։ Առաջի հարցը ուղեցինք 90 օրերի հետ կապված ինչ պաշտոնական տեղեկություն կա։ Իմ անձնական համարս վերցրեց պարոն Պապոյանը, ասեց ավելին կպարզեմ, ձեզ ավելին կասեմ։ Խնդրեցինք, որ բեռնափոխադրման ոլորտին ուշադրություն դարձնել, ասեց դա տարածքային կառավարման նախարարության տիրույթի տակ է։ Մենք էլ ասացինք, որ տեղից էլ ասում են, իրանք էլ չգիտեն, որ տիրույթի տակ է, ասեց չէ, փորձեմ ինքս նախարարի հետ խոսել այդ մասին, ձեզ տեղյակ կպահեմ։ Ազատությանն այսօր չհաջողվեց էկոնոմիկայի նախարարի հետ հեռախոսով կապ հաստատել։ Նա մեր զանգերն անպատասխան թողեց։